Ես շարունակում եմ շրջել Սյունիքի մարզում, հենց հիմա ձեզ ցույց եմ տալու Քաջարյան քաղաքը։ Սա իհարկե հրաշք է սարերի մեջ։ Դրեմ նայեք ինչպիսի պատկեր կա Քաջարյանի հենց շուրջը։ Ամեն կողմից սարեր են եւ կենտրոնում այս փոքրիկ հրաշալի քաղաքը։ Ինձ թվում է հնարավոր չէ այցելել Սյունիքի մարզ այսպես լրատվական նպատակներով, լուսաբանման նպատակներով եւ չլինել Քաջարյանում, որովհետեւ տարիներ շարունակ միշտ ինձ հայտնի է եղել, որ Քաջարյանը մի ֆենոմենալ քաղաք է։ Եվ կասեմ թե ինչու։ Երբ Հայաստանի բոլոր քաղաքներից, բոլոր գյուղերից արտագաղթի շատ մեծ հոսք էր արձանագրվում, Քաջարյանը միակն է Հայաստանի բոլոր քաղաքներից ու գյուղերից, որտեղից արտագաղթ չի եղել։ Հայաստանի ամենախոշոր հանքարդյունաբերական ընկերությունն է գտնվում Քաջարյանում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը եւ ապահովում է այս քաղաքի բնակիչների զբաղվածությունը եւ բարեկեցությունը։ Եվ նույնիսկ այն տարիներին, երբ կոմբինատը կանգնած է եղել, մարդիկ գիտակցելով, որ այն անպայման, անշուշտ կաշխատի, ուղղակի չեն լքել, չեն հեռացել իրենց քաղաքից։ Ես միաժամանակ ցույց եմ տալիս ինչպիսին է այս քաղաքի դիրքը, ամեն կողմից փակված է բարձր սարերով։ Այսօր ահա իմ այցը համընկել է հանքագործի եւ մետալուրգի մասնագիտական տոնի հետ։ Հապա մի նայեք ինչպիսի բնապատկեր է։ Որ քաղաքն ունի այսպիսի պատկեր։ Եվ այսպես հանքագործի եւ մետալուրգի օրը այստեղ նշվում է մեծ շուքով, մեծ սիրով, մեծ երախտագիտությամբ, քանի որ հենց այդ մասնագիտության շնորհիվ է, որ այս քաղաքը եւ այս քաղաքի բնակիչները իրենց լավ են զգում։ Ներողություն, մի հարց տամ։ Այսօր հանքագործի եւ մետալուրգի օրն է, շնորհավորում եմ ձեզ։ Ես նոր ասում էի, որ այս քաղաքից արտագաղթ չի եղել։ Դա ճիշտ տվյալ է։ Այո, իհարկե չի եղել։ Չի եղել արտագաղթ։ Ինչպես է պատահել, որ ամբողջ Հայաստանից Բայց ձեր քաղաքի մասին խոսելը ված զբաղվածություն է։ Ինչու չեն գնացել։ Ինչպես է որ չեն գնացել։ Քաջարյանից են ցուրտ ու մութ թվերին, են աշխատանքի համար։ Աշխատանք կար։ Այո, իհարկե։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Այո, աշխատանքի համար կարելի է այդպես բնութագրել, չեն հեռացել քաջարանցիները, որովհետև ունեին աշխատանք եւ դա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում նրանց աշխատանքներ։ Հիմա ես փորձելու եմ ներկա գտնվել հանքագործի եւ մետալուրգի օրվա այսպես տոնական միջոցառմանը, այդ ծաղիկների խանութում լավ կիմանան։ Այսօր ձեզնից երևի շատ ծաղիկ են տարել, որովհետև տոն է։ Հա։ Ինչ օր է, ինչ տոն է։ Մետալուրգի օրն է։ Երևի մենք չունենք ուրիշ այլ քաղաք, որ մետալուրգի օրը այդպիսի շուքով նշվի։ Հա, հիմնական էս տեղալին։ Ինչով է դա պայմանավորված։ Դե ակտիվությունն էլ է անում քաղաքի։ Ընդհանուր Քաղաքապետի շնորհիվ է։ Էդ էլ է, հա, կարա լինի։ Իսկ գուցե այդ մասնագիտությունները պահում են այս քաղաքը։ Դե իհարկե անպայման դա պահելու բնականաբար պահում է։ Դուք սիրում եք հանքը, այսինքն։ Հա, իհարկե։ Այսօր իսկական այսպես տոն է, էլի մարտի 8-ին հավասար տոն է, ծաղիկ են առնում, տորթ են առնում։ Հա, ու իրար շնորհավորում են։ Շնորհակալ եմ ձեզ ինձ հետ զրուցելու համար։ Տեսնում եք, որ ես չեմ չափազանցնում, դա այդպես է։ Հանքագործի օրը Քաջարյան քաղաքի կարևոր տոներից մեկն է։ Եվ իհարկե ես ուզում եմ ցույց տալ Սյունիքի մարզի Կապանի Քաջարյանի լվացքները։ Պետք է ասեմ, որ դրանք արվեստի գործ են։ Այս տարածաշրջանում փռված լվացքը կարելի է այսպես գրանցել որպես մարդկության, այսպես մշակութային ժառանգության մաս, որովհետև անհնար բծախնդրությամբ են քաջարանցի եւ կապանցի կանայք փռում իրենց լվացքը։ Ուղղակի դա այսպես նկարելու մի բան է։ Այս արևոտ օրը ես շարունակում եմ զբոսնել Քաջարյանում եւ գնում եմ ուղիղ այն վայրը, մշակույթի տունը, հիմա ցույց կտամ, որտեղ եւ տեղի է ունենում սովորաբար այդ կարևոր տոնը, տոնակատարությունը։ Ահա արդեն երևում են դրոշները,
պղնձամոլիբդենային կոմբինատի եւ հիմա կտեսնենք թե ինչպես են նշում այս տարի։ Ես պետք է ասեմ, որ իրոք չափազանցություն չի այսպիսի վերաբերմունքը հանքագործի մասնագիտության նկատմամբ։ Օրինակ Կապանում էի ես մի քանի օր եւ շրջում էի Կապան քաղաքում, ինչին մոտեցա, ինչի մասին հաղորդում պատրաստեցի, բլոգ պատրաստեցի, որոնք դուք կարող եք դիտել Հրապարակ TV էջերում, դա լինի Դավիթ Բեկյան խաղերը, դա լինի դասական երաժշտության Կապան ֆեստ փառատոնը, դա լինի անգամ Կապանի մեծ եկեղեցին, Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, բոլոր դեպքերում, երբ սկսում ես հետաքրքրվել հովանավորներով, սկսում ես հետաքրքրել աջակիցներով, անպայման առաջին շարքերում շեշտվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անունը եւ չկա մի կարևոր այսպես իրադարձություն, մի կարևոր նախաձեռնություն, որում այս կոմբինատի աջակցությունը եղած չլինի տարիներ շարունակ։ Իսկ վերջին տարիներին ըստ իմ հավաքած տվյալների նույնիսկ մեծացել է այդ հովանավորությունը շրջակա համայնքների, ազդագիր համայնքների նկատմամբ։ Եվ ահա ես համարյա թե հասա միջոցառման վայրը, տոնական միջոցառում, պարգևատրումներ, ցուցահանդես, ամեն անգամ ինչ-որ մի ցուցահանդես է կազմակերպվում։ Պղնձամոլիբդենային կոմբինատի հենց լուսանկարիչն է, իր աշխատանքներն են, որոնք հանգիստ կարելի ասել, որ այսպես արվեստի գործեր են։ Ինձ շատ դուր եկավ հենց այս մեկը, որտեղ կարելի է հաշվել այս բազմաթիվ լեռները, որ շրջապատում է քաջարանը եւ հոգեվոր հովիվը։ Ակնհայտորեն դրանք նկարները դուր են գալիս կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիին։ Խնդրեմ։ Լույս եւ ստվեր։ Ձմեռային քաջարանն է, ուղղակի անհնար գեղեցկության լուսանկար է, շատ բարձր որակով եւ վարպետությամբ իրականացված եւ տեսնում եք, ես չէի սխալվում, երբ խոսում էի քաջարանի եւ Կապանի լվացքների մասին, ահա, լուսանկար, եւ անպայման ներառված է քաջարանի լվացքները, որոնք շատ գեղեցիկ են ու հետաքրքիր։ Ինձ եւս դուր եկավ շատ։ Մենք հիմա մտնում ենք մշակույթի պալատը, այդպես է կոչվում մշակույթի տուն պալատը, որը ես դրսից ասում էի, որ խորհրդային ժամանակներում է կառուցվել, բայց վերանորոգվել է բազմիցս կոմբինատի միջոցներով եւ աջակցությամբ եւ այսպես հնարավոր է եղել պահպանել այս մշակույթի տունը։ Ներսում եւս լուսանկարներ են, մեկը մյուսից ուղղակի այսպես ինչ-որ կախարդական լուսանկարներ են, մինչդեռ դա իրականությունն է, այսպիսին է քաջարանի բնությունը, Կապանի բնությունը, լիովին տարբերվում է Հայաստանի այլ մարզերի բնապատկերներից։ Եթե անգամ չեք եղել քաջարանում կամ Կապանում նվեր սերիայի այս անհատական ցուցահանդեսի աշխատանքներով կարելի է շատ հստակ պատկերացնել, թե ինչպիսին է այստեղ բնությունը, ճարտարապետությունը, շատ բան են պատմում այս նկարները։ Ցանկանայի հեղինակին շնորհավորել այսքան հաջող տպավորիչ աշխատանքներով ցուցահանդես ներկայացնելու համար։ Լուսանկարչական ցուցահանդեսը ունի մի ուրիշ հմայք։ Այս լուսանկարչին իրոք հաջողվել է ներկայացնել Կապանը եւ քաջարանը այնպիսին, ինչպիսին կա, ինչպիսին տեսնում է ֆոտոխցիկը։
Ուղղակի չկա մի լուսանկար, որը ես ուզենամ բաց թողնել։ Բոլորը լավն են, բոլորը գտնված եւ այսպես հավերժացրած հրաշալի պահեր են, բացառիկ կադրեր են, որոնք կարողացել է հավերժացնել լուսանկարիչ Նվեր Զելյան։ 2023 թվական Արցախից տեղահանությունը Նվեր Զելյայի ֆոտոխցիկը ֆիքսել է այս երեխային։ Կոմբինատի գլխավոր տնօրենն ասաց, որ այս ցուցահանդեսը կներկայացվի նաև Երևանում։ Ուզում եմ նշել, որ հանքագործի եւ մետալուրգի օրը այստեղ նշվեց մեծ շուքով, ինչպես ամեն տարի։ Հատուկ միջոցառում էր կազմակերպված, կար հյուրասիրություն, շնորհավորանքներ հնչեցին։ Աշխատավորների եւ աշխատանքի հերոսների քաղաք Քաջարյանը միշտ բարձր է պահել ոլորտի պատիվը իր հայրենանվեր եւ հայրենաշեն աշխատանքով։ Փառք ու պատիվ ձեզ։ Մասնագիտական տոնի կապակցությամբ ուզում եմ առանձնատուկ շնորհավորել Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության հսկա գործարանի, Զանգեզուրի պղնձամոլեբդենային կոմբինատի, Փակ բաժնետիրական ընկերության ողջ ազնագազմին, գլխավոր տնօրեն Ռոման Նիկոլայ Խուդոլիի գլխավորությամբ, մաղթելով մետաղյա կամք ու առողջություն, բարգավաճում եւ աշխատանքային նորանոր հաջողություններ։ Մաղթանքներ լսեցինք։ Желаю всем нам, нашим семьям крепкого здоровья, благополучия, удачи, достижений, безопасной работы и уверенности в завтрашнем дне, которую мы с вами создаем. Спасибо. Եվ իհարկե պարգևատրվեցին լավագույն հանքագործները։ Վերանորոգման եւ սպասարկման աշխատանքների արդյունավետ իրականացման համար։ Այս տոնի մասին կարելի է երկար պատմել։ Էլ չեմ ասում, որ վերջում անգամ մեծ համերգ եղավ, բայց տպավորված եւ հիացած Նվեր Զելյայի ցուցահանդեսով ես ուզում եմ ամենակարևոր մասը այս բլոգի մեջ գրավի հենց լուսանկարիչը։ Իդեպ բոլորն էին հիացած նկարներով, բոլոր ներկաները դիտում էին իրենց շատ ծանոթ բնապատկերները եւ զարմանում, որ լուսանկարչի փոխանցածը կարծես շատ ավելի տպավորիչ է, քան իրականությունը։ Երևի արժի անպայման ցույց տալ նաև լուսանկարչին, որ հենց այս բանին ներկայացնի ներողություն։ Երբեք չեմ մտածել, որ այսօրը կգա, բայց անգամ ասած ցուցահանդեսին երազում եմ։ Եվ այս երազանքներից մեկը իրականություն դարձավ։ Եվ ինձ հաջողվեց մոտենալ լուսանկարչին, որին բոլորն այսօր շնորհավորում են։ Ընդամենը մի քանի հարց ունեմ ես Նվեր Զելյայի։ Նախ սկսենք նրանից։ Ինձ շատ հետաքրքրում է, հարգելի Նվեր, ձեր ազգանունը, Նվեր Զելյա։ Ինչ ծագում ունեք դուք։ Ես ծնվել եմ Քաջարյան քաղաքում, ծագումս Քաջարանից է։ Հայրս էլ է Քաջարանից, իսկ արդեն պապիկս Ռումինիայից է, բայց ասում են պապիկիս, պապերը Ավստրիայից է։ Հիմա ես միջև այդտեղ գիտեմ։ Դուք ներկայացնում եք Եվրոպան Քաջարանը։ Ես ներկայացնում Դուք ներկայացնում եք Քաջարանը։ Եվ ինչ ես պետք է ասեմ, որ ձեր նկարների մեջ կա ինչ-որ եվրոպական շունչ, կա։ Ինչպես եք դարձել լուսանկարիչ։ Լուսանկարիչ։ Ասացիք, որ միշտ երազել եք ցուցահանդեսի մասին։ Այո։ Բաշետը լուսանկարը սկսել եմ երևի 86 թվական, 6-րդ դասարան։ Վիլի ավտո, եւ ֆոտոպլյոնочный ֆոտոապարատներով, որտեղ որ նկարում էի պրայավկայի անում увеличителով, ֆիքսաժով եւ տենց հասա միջև 95 թվից արդեն
հեռուստատեսություն։ Ու տենց միջև այս։ Սա ձեր առաջին ցուցահանդեսն է։ Այո, սա իմ առաջին Ես պետք է ասեմ, որ շատ տպավորիչ է։ Մենք այս ամենը տեսնում ենք ամեն րոպե եւ մենք դա չենք հասկանում, քանի դեռ մի տաղանդավոր լուսանկարիչ այդ կադրը մեզ չի ներկայացնում արդեն այսպես հավերժացած։ Եվ ձեզ ցանկանում եմ նորանոր ստեղծագործական բարձունքներ, ձեր ղեկավարը կոմբինատի խոստացավ, որ կլինի այսպիսի ցուցահանդես, այս նույն ցուցահանդեսը կներկայացվի նաև Երևանում եւ բնականաբար ես նորից կգամ ձեզ շնորհավորելու։ Խնդրում եմ ցույց տվեք ինձ այն լուսանկարը, որը դուք ամենից շատ եք սիրում։ Ձեզ ամենաշատն է դուր գալիս, ո՞րն է դա։ Մի քիչ դժվար է։ Բոլորը լավն են։ Ո՞րն է ամենահուզիչը։ Ո՞րն է ամենապատահականը։ Ինչ որ բանով մի լուսանկար առանձնացրեք։ Ամենահուզիչը ինձ համար երեխեքն են։ Երեխեքը, հա։ Ինձ համար միշտ Ես սա հուզեի, սա էր ինձ համար հուզիչ։ Այս սա Արցախյան, հա, սա Կորնի ձորում եք երևի նկարել, Գորիսում արդեն։ Գորիսում արդեն, եւ այս երեխայի հայացքի մեջ այնքան շատ բան է պատմվում, որ ուղղակի հնարավոր չի անտարբեր անցնել, հնարավոր չէ։ Դուք հենց դուք եք նկարները վերնագրել։ Վերնագրելը նաև իմ գործընկերները օգնեցին որ վերնագրեմ։ Շատ լավ։ Շնորհակալ եմ, ես տպավորված եմ, երբ դուք սկսեք վաճառել ձեր նկարները։ Ես կարծում եմ, որ դուք կունենաք մեծ հետաքրքրություն եւ պահանջարկ լուսանկարի ժանրը սիրող արվեստասեր մարդկանց շրջանում։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ձեզ էլ։ Այս բլոգը պատրաստեց Շաքե Ավոյանը, այն նվիրվեց հատկապես լուսանկարչական ցուցահանդեսին, քանի որ դրանով հենց մեծարվում եւ գովերգվում էր Քաջարանը, հանքագործների եւ մետալուրգների այս հրաշալի քաղաքը։ Կհանդիպենք։